մեր երեկվա հանրահավաքի ուղերձը հստակ էր։ Հանրահավաքով մենք մեր մեծաքանակությամբ ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ի հեճուկս այն տրամադրությունների, որ մարդիկ անտարբեր են, մարդիկ ներգրաված չեն, ոչ, մարդիկ իրենց մեծաքանակությամբ եւ իրենց ֆիզիկական ներկայությամբ հստակ ուղերձ հրեցին, որ մեզ համար ընկալելի չէ, միևնույն չէ եւ թույլատրելի չէ, այնինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, նորմալ չէ, որ արդեն 3 տասնյակից ավելի քաղաքական բանտարկյալներ ունենք, այդ թվում քաղաքական բանտարկյալ դարձավ արդեն 3-րդ սրբազան հայրը, ու քաղաքական բանտարկյալ դարձավ ծայրաստիճան հակաիրավական եւ ապօրինի գործողությունների հետևանքով։ Մեզ համար նորմալ չէ, որ 12 հոգեվորականների ոչ թե բերման են ենթարկում, այլ առևանգում են եւ ժամեր շարունակ թույլ չեն տալիս իրավապահներին եւ փաստաբանական համայնքին իրենց պաշտպանյանների մոտ մուտք գործել եւ իրացնել պաշտպանյալների իրավունքների պաշտպանությունը։ Մեզ համար նորմալ չէ, որ հայ մեծանուն բարերարը եւս 30 օրով պետք է ապօրինի կալանքի տակ գտնվի։ Մեզ համար նորմալ չէ, որ նահատակված զինված հերոսների ծնողները ապօրինաբար ազատազրկված են ու ի վերջո մեր հերթական կարմիր գիծը հատեցին խուզարկություն իրականացնելով եկեղեցու։ Օրը ցերեկով փակեցին եկեղեցու դռները, իրականացնելով ապօրինի խուզարկություն, երբ զուգահեռ իրականությունում սրընթաց աճ են գրանցում բոլոր տեսակի հանցագործությունները։ Ոստեղ հարցադրում է ի հայտ գալի բանական, տրամաբանական հարցադրում։ Արդյոք այդ նույն պատճառ հետևանքային կապի մեջ չէ, որ իրավապահ մարմինների, օպերատիվ հետախուզական մարմինների գործողությունները այնքան են կենտրոնացված ընդդիմադիր ուժերի եւ գործիչների վրա եւ այդ թվում արդեն հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու հետապնդումների վրա, որ այսօրվա դրությամբ բոլոր հանցագործությունների տեսակներում գրանցում ենք սրընթաց աճ, այդ թվում տասնյակ անգամներով։ Իսկ այսպիսի իրավիճակում, երբ մեր եկեղեցին խուզարկության է ենթարկում, ուստեղ ակնհայտ ուղերձ ենք ստանում, որ հաջորդ թիրախը, այդ թվում 3 առաջորդը հրապարակված կրկին, շատ կասկածելի ու կանխարգելյալ վերաբերմունքի արժանի ձայնագրությունների համատեքստում, որ խուզարկության ենթարկվեց առաջնորդարան Միքայել Սրբազանի պարագայում ու նշխարքները երբ գետնին էին տարածել ու տրորել էին, այդ ուղերձեր մեր բոլոր հայ եկեղեցու հետևորդներից համար։ Խուզարկության ենթարկեցին եկեղեցի ու թիրախը մեր վեհարանն է, որի բակում այս պահին գտնվում ենք։ Ու այո, երեկվա հանրահավաքի այսօր շարունակական տրամաբանությունն է, ու այդ լավ տրամադրությունները մեր Հայաստանի քաղաքացիներից հայերս մեջ նրանով էր պայմանավորված, որ մարդիկ գիտակցեցին։ Մենք չենք հավաքվել ուղակի, չենք հավաքվել ուղակի լսելու ելույթներ, չենք հավաքվել ուղակի քայլերթ կատարելու, մենք հավաքվել ենք կոնկրետ ուղերձներ հղելու, որ մեր կարմիր գծերի հատելիությունը այլևս հետևանքային է, մենք ուղերձ ստացանք, որ կոնկրետ քաղաքական ուժ է ձևավորվում եւ մենք ուղերձ հղեցինք, որ այսօր գալիս ենք այստեղ կանգնելով, ցույց տալու, որ մենք մեր եկեղեցու կողքին ենք ու ակնհայտ է, ինչու է տրամաբանական կապն ու կոռելացիան այդ ձայնագրությունների ու մեր այսօր այստեղ կանգնելու միջեւ, որովհետեւ ակնհայտ է հաջորդ թիրախը եկեղեցին է, վեհափառն է ու վեհարանն է ու մենք թույլ չենք տալու, որ այդ կարմիր գիծը հատվի։ Մեր ֆիզիկական ներկայությամբ, ֆիզիկական պատնեշ ենք կանգնելու եկեղեցու ու այդ ապօրինության միջև, որովհետև մենք իրավական պետություն ենք, մենք ժողովրդավար պետություն ենք, որովհետև մեր սահմանադրությունը որպես բարձրագույն իրավական ակտ ընդգծել է մեր եկեղեցու բացառիկ դերը ու առաքելությունը։ Իսկ ո՞րն է առաքելությունը։ Առաքելությունը մեր հայերիս ինքնության պահպանումն է։ Այստեղ անձի խնդիր չի, վեհափառի խնդիրը չէ, եկեղեցու խնդիրը չէ։ Եկեղեցին հնագույն հայկական կառույցն է, որ մինչ այսօր դարերի հազարամյակների ընթացքում պահպանվել է ու եկեղեցին է այն հիմնական հենասյունը, որ մենք հայերս այն բացառիկ ազգն ենք, որ 3 միլիոն ենք այստեղ Հայաստանում, բայց կրկնապատիկ, եռապատիկ շատ ենք աշխարհում, որովհետև եկեղեցիներն են աշխարհում հայապահպանության առանցքային դերը կատարել։ Ու այո, այսօր թիրախում կրկին ընդգծում եմ, մեր հայերիս ինքնությունն է, ուստի պատահական նաև չէ, որ շատ հայեր, ովքեր ունեն իրանց ինքնության հետ կապված որոշում, բայց չունեն որոշում իրենց կրոնական դավանանքի, կողմնորոշման ու դավանանքի հետ, օրինակ աթեիստ են, այսօր ավելի առաջնային գծում են կանգնած եկեղեցու պաշտպանության հարցում, քան շատ հավատացյալներ։ Այսօր կրկին ընդգծում ենք, մենք բոլորս հայերս իրեմ մեր շարժման, մեր ձևով շարժման
փորձեցինք նախաձեռնողականությունը վերցնել, կանգնել այստեղ ու ուղերձել, որ եկեղեցուն թույլ չենք տալու թերախավորել, մենք կրկին ասում եմ, այն մարդկային կենդանի պատնեշն ենք հանդիսանալու, որը թույլ չի տալու այս հերթական կարմիր գիծը հատել ու դա մի կարմիր գիծ չի։ Ի վերջո մեր վերջնական ուղերձն է, որ մեր երկրում պետք է իրավունքի գերակայությունը գործի ու վերականգնվի, չեն կարող թույլ տալու, որ օրը ցերեկով իրավապաշտպանների, այտենց գետնին ասֆալտին փռելով ճակերտավոր բերման ենթարկել ու հետագայում էլ մուտք գործել մեր վեհարան։ Մեր հասարակության արձագանքը համարժեք համարում եք որպես քրիստոնյա ազգ իշխանության գործելավոճին։ Տեսեք, մենք առաքելություն ունենք, ինչու յուրաքանչյուր այդ նորմալ է, հա, պետք չի ժողովրդին հասարակությանը այդքան էլ թիրախավորել, որովհետև շատ մարդիկ իրազեկ չեն։ Մեր հասարակությունը արդեն այնքան է ճկված սոցիալ-տնտեսական բեռից, մարդիկ բոլոր հարկատեսակները բարձրացվել են, նվազագույն զամբյուղի արժեքը բարձրացվել է, մարդիկ այնքան սոցիալական առօրեական հոգսեր ունեն, կրկին այս իշխանության շնորհիվ, որ չեն հասցնում արժեքահեն հարցերով զբաղվել ու մենք որպես առավել ակտիվ քաղաքասարակության ներկայացուցիչներ ունենք առաքելություն, այո, հանրահավաքով, այսպիսի ուխտագնացություններով հասարակության այդ կոչը հղել, բացել մարդկանց աչքերն ու միտքը, թե ինչ են կատարում ու ինչ նպատակով են կատարում, իրականում նպատակը թիրախային է, դուք կհիշեք, երբ 18 թվականին եղավ հեղափոխությունը, առաջին հեղափոխության ծրագրերից մեկը նոր Հայաստան, նոր Հայրապետ հարձակումներ եկեղեցու վրա ու կրկին բարեբախտաբար դա հաջողության չհասավ, որովհետև հասարակության անգամ այդ բարձր տրամադրությունների, անգամ այդ նոր իշխանության վստահության, հանրության կողմից պայմաններում շատ սուր արձագանքի ենթարկվեց, որ մեզ համար եկեղեցին կարմիր գիծ է ու հիմա 6 տարի անցել են, կրկին այդ նույն վերքը բացում են ու կրկին մենք այստեղ կանգնած ենք նույն ուղերձով, որ այո, դա մեր համար վերք է, մենք չենք թող տալու, որ այդ վերքը սպիանա ու կրկին էլի գալու ենք անընդմեջ, ինչքան պետք է կանգնելու ենք այստեղ։ Օրինակ հիմա ձայնագրություններ են տարածվում համացանցում եւ դրանց հիման վրա նաեւ գործեր են հարուցվում, որտեղից երևում է, թե իբր եկեղեցին մարդկանց հոգեվորականներին հորդորում է գնալ մասնակցել միտինգներին։ Ձեր գնահատմամբ սա ինչ է, սա։ Այդ ձայնագրություն, ավարտեք։ Նաեւ օրինական հիմք է տրվում, օրինական տեսք, որ փաստորեն հանցագործություն է տեղի Բարի, տեսեք, այս ձայնագրությունը ուղիղ այս ողջ գործընթացի հետ կոռելացիայի մեջ համադրելի է ու տրամաբանական է անդրադարձել, որովհետև տեսեք ինչ են անում։ Նախ պետք է ցանկացած ձայնագրության հետ այսուկ անխալկալ մոտենալ, որովհետև մենք արդեն ունենք Բագրատ Սրբազանի գործով ձայնագրության դեպքը, ինչ տեղի ունեցավ, մի հատ իր հենց քննչական մարմինը տարածեց շատ ահասարսուր տրամադրություններ ստեղծող ձայնագրություն, հետո ինչ պարզվեց, դա մի քանի ձայնագրություններից կտրված հատվածներ էին ու իրավապահ մարմինը կեղծել էր փաստը ու մենք կարողացանք ուղղակի դա իմանալ միայն այն պահից հետո, երբ արդեն նախաքննության գաղտնիքով փաստաբանները կաշկանդված չեն ու կարողացան հանրության այդ տեղեկատվությունը մատուցել։ Բայց եթե անգամ այդ կանխակալությունը վերացնենք, մտածենք, որ սա իրական ձայնագրություն էր։ Այստեղ տեսեք ինչքան խնդիր կա։ Նախ էսա ինչ մեղադրանք է առաջադրվել, մեր լսարանի համար հատուկ ասենք, որ ինչ որ կեղծ իշխանությանը առնչվող լրատ ԶԼՄ-ներով տարածվեց ու ԶԼՄ-ներով իրավապահ մարմինների կողմից չէ, տարածվեց գաղտնալսում Նաթան Սրբազանի եւ մեկ այլ հոգեվորականի մասնակցությամբ ու գաղտնալսումներում մեկը չէին, այդ ձայնագրության մեջ մի քանի գաղտնալսում էր, որից բխում էր, որ Նաթան Սրբազանը հենց գաղտնալսվել է Նաթան Սրբազանը ու երկար ժամանակ է գաղտնալսվել, մեկ դրանցից բխում էր, որ այդ գաղտնալսումները արվել են Սրբազան շարժումից առաջ, այսինքն այն հիմնավորումները եւ մանիպուլյացիաները իշխանության ներկայացուցիչների կողմից իբրև թե եկեղեցու նկատմամբ կանխակալ վերաբերմունքը սկսել է Սրբազան շարժման ակտիվացումից հետո դրանք էլ են սին ու եկեղեցին թիրախավորված է եղել շատ ավելի շուտ կոնկրետ ծրագրի շրջանակներում եւ ի վերջո քրեական գործ հարուցվեց միայն հավաքներին մասնակցելու նյութական շահագրգռելու հոդվածով, դրա 3-րդ դրվագով պաշտոնական լիազորություններ կամ ծառայողական դիրքը չարաշահելու դրվագով, բայց ինչու չհարուցվեց, եթե այդ օբյեկտիվ քննություն եք իրականացնում,
քրեական գործ այդ գաղտնալսումների ոչ օրինական լինելու հիմքով, որովհետև մեր երկրում գաղտնալսում կարող են իրականացնել միայն իրավապահ մարմինները։ Իսկ այս արտահոսքը իրավապահ մարմինների կողմից չեղավ, հա, ինչ որ անհայտ ծագմամբ ԶԼՄ-ների կողմից տեղի ունեցավ։ Այսինքն մեր երկրում մարդու իրավունքները, որը հիմնարար իրավունք է, հա, իր անձնական խոսակցությունների գաղտնիությունը ապահովված չէ եւ յուրաքանչյուրը սա եւս մեկ փաստ է, որ ըստ էության կարող ենք ենթարկվել ապօրինի գաղտնալսումների եւ հետապնդվում ենք։ Հիմա այս ամենից հետեւությունը ո՞րն է, որ կատարում ենք, որ եկեղեցին թիրախավորված է եղել, եկեղեցուն հետ բոլորիս հիմնարար իրավունքները, ինչպես օրինակ ամենաշատ չարչրկված իրավունքն է այսօրվա դրությամբ խոսքի ազատությունը ու տեղեկատվության ազատությունը, այդ թվում նաև ապօրինի գաղտնալսումների միջոցով է ոտնահարվում եւ ի վերջո այդ գաղտնալսումները եթե գալիս ենք ամփոփելու բուն երևույթին, հա, արդյոք հոգևորականները ստիպված են եղել հրահանգավորված հավաքների ցույցերի մասնակցելու։ Սրա հետ կապված շատ կարևոր տեսական հետհայացք կարող ենք անել։ Տեսեք, մեր երկրում հոգևորականները մենակ այս վերջերս չեն լինում, հետպատերազմյան Հայաստանում ցույցեր հավաքներ տեղի չեն ունենում։ Մեր երկրում բազմաթիվ, այդ թվում 18 թվի հեղափոխության եւ դրանից առաջ մի շարք ցույցեր են եղել եւ հոգևոր ծառայության մաս է կազմել միշտ ներկա գտնվելու իր հոտի հետ կապված իրադարձություններին։